Dream big. Invest in startups. Հայաստանից հնչող ներդրումային այս հրավերին աշխարհը պարզվում է արագ ու առատորեն է պատասխանում, որովհետև տեխնոլոգիական տաղանդավոր ընկերություններ ունենք, վստահեցնում է IT ոլորտի ֆինանսական նոր գործընկերը։ Արդեն երրորդ ստարտափի քրաուդֆանդինգն են սկսել։ Նախորդ երկուսի համար հայթայթած գումարներից առավել քան գոհ են։ Մի 4-5 անգամ ավել հավաքագրվեց, քան թե պատկերացնում ենք։ Մենք ունենք բազմաթիվ միջազգային ներդրողներ, ոչ հայ, որոնք ներդրում են անում հայկական ստարտափներում, որևէ այլ տենց ոլորտ չկա։ Ներդրումային այս հարթակը ձևավորվեց ու կարողացավ փողեր բերել Հայաստան, միայն երբ երկիրը քրաուդֆանդինգի կարգավորում ունեցավ։ Օրենքը փոխվարչապետին կից ՓՄՁ խորհուրդն ու կենտրոնական բանկն են մշակել։ Նպատակը եղել է Սփյուռքին ու Հայրենիքին ոչ միայն բարեգործությամբ, այլև տնտեսապես կապելը։ Կարծես ստացվում է։ Դրսում ապրող մեր հայրենակիցներից շատերը հիմա $20-30 ներդրում են անում այստեղի ընկերություններում։ Հաջողված փորձն է օրինակ բերում Հովսեփ Պատվականյանը։ Ներդրողների մոտ 60-70% հենց արտասահմանից են, հիմնականում այն տեղերից, որտեղ հենց հայկական սփյուռքը լավ ներկայացված է։ Ներդրումային առաջին այս հարթակը Հայաստանի բնակչությանն էլ ընտրություն է տվել խնայած գումարը ավանդ դնել կամ պարտատոմս գնել, թե շահույթ ստանալ ՏՏ սկսնակ մի ընկերության բաժնետեր դառնալով։ Ըստ Սամսոն Ավետյանի, մենք արդեն տեսնում ենք, որ նորմալ մարդիկ 10,000 դրամ, 100,000 դրամ, 40,000 դրամ արդեն դիմում են այս քայլին եւ ներդրում անում, որ այդ մասնակցությունը ունենան։ Քրաուդֆանդինգից բացի ֆինանսական այլընտրանքային ինչ նոր գործիքներ կան Հայաստանում, որոնց օգնությամբ IT ընկերությունները կարող են ներդրումներ գրավել։ Այս թեմայով է հանդիպումը։ Դահլիճում տեխնոլոգիական ստարտափների հիմնադիրներ են, հաշվապահներ, իրավաբաններ։ Դաշտի համար օրենսդրական բարեփոխումներ առաջ մղող ՎԶԵՊ Հայաստանի ներդրումային խորհրդի թիմը հատ-հատ ներկայացրեց վերջին նորույթները՝ փոխարկելի փոխառություն, նվիրատվություն, սեյֆ պայմանագիր։ Մենք տեսնում ենք, որ բավականին մեծ թափով սկսել են այս գործիքների օգտագործմամբ ներդրումներ կատարել։ Օրինակ սեյֆ գործիքի միջոցով ընդհանուր առմամբ մոտ 8 ամսվա ընթացքում 45 ստարտափ 1 միլիոնի չափով ներդրում է արդեն ներգրավել հայաստանյան օրենսդրության տրամաբանության մեջ։ Տեխնոլոգիական ստարտափների համար միջազգային փորձի վրա հիմնված ներդրումային նորույթ այս գործիքները կարևոր քայլ ընդհուպ ֆինանսական հեղափոխություն է անվանում Սիլիկոնային հովտում խորհրդատվությամբ ու հարկային աուդիտով զբաղվող Կարեն Գյուլբուդաղյանը։ Ոլորտում նոր մշակույթ է ձևավորվում, ասում է։ Crystal Super Annotate եւ մոտ 25 նման կազմակերպությունները, որոնք տրանսֆորմացիայի են ենթարկվել Սիլիկոնյան հովտում, իրանք բերել են եւ ներդրումային եւ բիզնես մշակույթը, մոտեցումները եւ այլն, որը նաեւ հաջողության են հասել, տասնյակ միլիոնների ներդրումներ են արդեն արտասահմանից բերել եւ հայկական տնտեսության մեջ են ասենց ներդրումներ արել, մոտավորապես 1500-ից մինչեւ 2000 աշխատատեղեր են ստեղծել։ Անելիքներ դեռ շատ կան, կարևորը ստարտը տրված է։ Հաջորդիվ ներդրումային խորհրդում կփորձեն տեղայնացնել ածանցյալների գործիքը։ Հերմինե Բաղդասարյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։